Դժվար էր լեզվի խնդիր ունեինք, դժվարություններից մեկը դա էր, ես լավ չգիտեի հինդի, դրա համար երբ որ Սանին ինձ ինչ-որ բան էր ուզում բացատրել զգացմունքային կամ միգուցե ինչ-որ առօրյա կյանքում, իմ համար շատ դժվար էր դա հասկանալ ու երբեմն դա էլ էր ստեղծում իր դժվարությունները։ Դժվարություններից մեկը նաև այն էր, որ երբեմն ես չէի ուզում տնից դուրս գալ, բայց ասենք երբ որ ընկերները կանչում էին Սանին ինչ-որ տեղ, ես անպայման պետքա գնայի, որովհետև կար լեզվի բարիեր, որը խանգարում էր Սանին նորմալ շփվել մարդկանց հետ։ Երբեմն Սանին ինձ անվանում էր նաև իմ Google Translate-ն է։ Այո, որովհետև ես անընդհատ թարգմանում էի, որտեղ մենք ունենք թարգմանության հետ խնդիր։ Սանին չէր կարողանում նորմալ խոսալ հայերեն, դիմացիները չէին խոսում հնդկերեն, Սանին չգիտի անգլերեն, նա գիտի իտալերեն ու շատ քիչ մարդ Հայաստանում խոսում է իտալերեն, դրա համար ես անընդհատ Google-ի նման իր հետ էի։ Գիտեք ինչն է նաև հետաքրքիր, երբ որ մենք վիճում էինք, ամենասկզբից երբ որ մենք վիճում էինք, հաճախ չի լինում, բայց երբեմն դա լինում է, մենք անցնում ենք երկու լեզուների։ Ես հայերենով եմ շարունակում վեճը, իսկ Սանին հնդկերենով։ Իմ պարագայում մեր ոնց որ իմ խնդիրները, իմ դժվարությունները ավելի քիչ են, քան Սանի։ Իմ դժվարությունները ասնամնում դրանք էին, որոնց մասին ես կիսվել եմ։ Իսկ վաղը արդեն կասենք կհարցնենք Սանին ինչ դժվարություններ ուներ ինքը, որտեղ իր դժվարությունները շատ էին։